Կառավարությունը պետք է աշխատատեղ ստեղծի, որպեսզի աղքատ քաղաքացու հարցը լուծվի։ Ոչ չեն ասում կառավարությունը իր գրպանից հանի փող տա այդ աղքատ քաղաքացուն։ Եթե աղքատ քաղաքացին վիճակի չի ինքը առաջ ոնց ա եղել, աշխատատեղ են ստեղծել, աշխատել, ապրել։ Եթե աշխատատեղ չկա, ինչ անի։ Իսկ իր գլխում նրա համար, որ ճիշտ ղեկավար չի ընտրում իրան համար։ Կարող է մտքում է, բայց որ կառավարության հոգսը չի, այդ դա արդեն նոր հիմարություն է նորից։ Խելքից ո՞րն է աղքատ, եթե եկամուտ չունենա այդ մարդը, խելքը ո՞րն է։ Մի ասենք մի չնչին աշխատավարձ է ստանում դրանով խելքն ինչ կապ ունի, որ աշխատավարձը թերիկ չի անում, բյուջետ հերիք չի անում։ Իսկ նաև ասում է, որ աղքատ քաղաքացի կառավարության հոգսը չի, մենք էլ դարդուցար չունենք, որ աղքատ քաղաքացու դարդու։ Բա ում հոգսն է։ Կարելի է իմանալ ում հոգսն է, որ իրանց հոգսը չի, չէ՞ որ իրանք մեր թագավորն են համարվում։ Ինքը իրանք հոգի չէ, որ ջեբում կոպեկ չկար, որ սկսել էր ժողովրդին պայքարելու։ Եվ ախտում է, եմի կառավարության փողերը իրանք են ուտում։ Այդ փողերը մեր պայքարատաղում է, կառավարության փողերն է։ Ոչ թե միլիոններով 10 մարդով բաժանի իրանք հարստանան բանվոր դասակարգ, մենք սխալ ենք, մեր բանվոր դասակարգն է հիմա, որ ոտիքի կանգնում ասի, սովորությունները ինչ եք, բանվոր դասակարգին հաշվի չեք անում, մենակ դեր գրպաններն եք ոսնում։ Ես կասեի ինքն է խելքից աղքատ, քաղաքացին աղքատ չի, քաղաքացի ես, դու մնացածները կարող են առանց վարչապետ ապրել, բայց ինքը չի կարող առանց ժողովուրդ ապրել, որտև ինքը իր ստերով կերակրում է ժողովրդին, իր գործը առաջատանում, իր շուրջն է հավաքվել իր նման ստախոսներին, խաբեբաներին, դրանով ինքը ուզում ասի, որ ես այն վարչապետն եմ, որ կարող եմ Հայաստանը ղեկավարել, սա ղեկավարություն չի, սա ժողովրդի ու մարդկանց գործանման տանելու ճանապարհ է։ Երկու կարմիր դիպլոմով մարդ եմ, աշխատանք չեմ չարում, որովհետև սապնվող չեմ, ոմանց նման, չեմ կատարում ոչ մեկի հրամանը կամ մակատարությունը, ունեմ սեփական խելք, սեփական մտածելակերպ, ու դրա համար նման խելացի մարդիկ տեղ չունեն այս երկրում, իրան պետք է իրան նման մարդիկ, որ իրան ենթարկվեն, ինքը գոռա վախենան, ես տենց եմ մտածում, չգիտեմ, մեզ պետք է ուժեղ, Սամվել Կարապետյանի նման ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար, որ այս կեղտից վերջապես դուրս պրծնենք։